ապագայի բոլոր պլանները կապված Հայաստանի Հանրապետության հետ կարող են կենսունակ լինել միայն ողնաշար ունեցող իշխանությունների պարագայում։ Պարոն Սուքեսյան, փոքր թեմայից դուրս, մենք օրեր առաջ տեսանք ազգային ժողովում կատարվածը, Նիկոլ Փաշինյան, երբ որ նրան խոսեցին կոռուպցիայի մասին, ընդդիմադիր պատգամավորները մեծ աղմուկ բարձրացրեց, վիճաբանություն ու ավելին դա սպառնալիք էր, ասաց, այ դուք պետք է ԱԱԾ պատվարներում հայտնվեք, այս ամենը ինչից սկսվեց, ինչու է որ հենց կոռուպցիայի մասին են խոսում, նման մեծ սկանդալներ է հասնում։ Կուզեմ առանձնահատուկ ընդգծել, որ վերջին շրջանի կոռուպցիոն սկանդալները առավելապես կապված են քաղաքապետարանի հետ, այս պահին քաղաքապետի աթոռը զբաղեցնող Տիգրան Ավինյանի նախորդ աշխատավայր Անիֆի հետ, այդ սկանդալների ակունքը Երևանի քաղաքապետարանն է, որտեղ Մայր Հայաստան դաշինքը ամենաուղիղ թիրախային աշխատանքն է կատարում թե փաստերը վերհանելու, թե իշխանություններին քաղաքական գնահատական տալու առումով։ Այդ ջղաձգումները, այդ հիստերիաները կան նաև քաղաքային հավաքանու նիստերի ժամանակ, կան արդեն դա մետաստազների պես տարածում է թաղապետարաններ, բռնություն, Գևորգ Ստեփանյանի մեքենայի այրում, այդ ամեն ինչը պատահական չէ, գործող իշխանությունները, երբ որ արդեն իրենց կոռուպցիոն թարախաբշտիկները գալիս են մակերևույթ, իրենց նյարդերը տեղ են տալի, իրենք ընկնում են հիստերիայի եւ ցնցումների մեջ, իրենք փորձում են էլի լավ ար, որ էս ինչա նենց լավ բադուկ սենց բադուկ նենց, դա այնց իրականություն չի փոխվում, բացի այն որ երկիրը անվտանգային առումով կանգնեցրել են գահավիժման եզրին, քաղաքացիները իրենց ամենօրյա կենսագործունեության մեջ տեսնում են, համոզվում են, որ արդեն մտնել են իրենց գրպանը, կլինի շրջանառության հարկ, գույքահարկ, չգիտեմ, կարմիր կետագծեր, այդպես շարունակ, թոշակները չեն ավելացնում, մարդկանց կյանքի որակը գնալով վատանում է, չգիտեմ, Արագածոտնի մարզում ճանապարհ են փակում տրանսպորտի այսպես կոչված բարեփոխումների իրականում չարեփոխումների դեմ, էջմիածնում, չգիտեմ, 8-9 ոստիկան են միանգամից ձերբակալվում, այնտեղ գործ են պարտակում, Մարտունու բժշկական կենտրոնը 23 թվականի նոյեմբերին են հիմնանորոգել, հիմա ասում են, վայ գիտեք 42 միլիոնի էլի գործ կա այնտեղ անելու, այսինքն արդեն մարզային ուղղություններով նաև բացի Երևանից եւ բացի անվտանգային մարտահրավերներից նաև կառավարչական կոլապս է տիրում երկրում, անիշխանություն է տիրում, իրենք տապալվել են, իրենք ընդհանրապես զբաղված են իրենց մերձավորների քսակները հարստացնելով եւ հանրությունը այդ մասին երբ որ արդեն տեղեկանում է, իրազեկվում է, իրենք շատ լավ հասկանում են, որ հողը իրենց ոտքերի տակից փախչում է, իրենց մոտ արդեն ինչ որ նյարդային նման նոպաներ են իհայտ գալի, դա առաջի դեպքը չէ եւ վստահ եմ, որ վերջինն էլ չի լինելու։ Նման օրինակ էքսցենտրիկ եւ հիստերիկ շոուներ նայելի է փորձելու անի, բայց դա նրա ոչինչ չի տալու, չի փրկելու, հակառակը մի նոր հետաքրքիր տենդենց եմ նկատել, անգամ իսկ մարդիկ, ովքեր 21 թվականին բաց ասում էին, որ անգամ 20 թվականի պարտությունից հետո շարունակել են իրեն հավատընծայել, ահա այդ մարդիկ են շատ ավելի դաժան վատ տրամադրված իշխանության հանդեպ, իրենց հուսախաբ հանելու, իրենց քվեն գողանալու, իրենց վստահությունը մսխելու համար։ Գինեք արդեն այդ ամենը կրում է ռեալ իշխանությունը կորցնելու այդ զգացողության, այդ ամեն ինչի հիմքն է կրում։ Պարոն Սուքեսյան, նշեցիք, որ երկրում անիշխանություն է, իսկ ըստ ինչքանով է դա անդրադառնում երկրի անվտանգային խնդիրների վրա կամ ռազմական զարգացման վրա։ Անդրադառնում է այնքանով, որքանով որ ադրբեջանական կողմից գալիս են միակողմանի պահանջներ, իբրև թե ասում են խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ ենք ստորագրել, ընդդեղից ասում են, չէ, ախր երկու պայման էլ կա, պիտի ձեր սահմանադրությունը փոխեք, պիտի ՀՀԿ Մինսկի խումբը լուծարեք։ Ես վստահ եմ, որ անգամ իսկ այդ տարբերակներին, եթե ինքը գնա էլ ստացվի, թեպետ ես լավատես եմ, որ նա չի կարողանալու սահմանադրություն փոխել ՀՀԿ Մինսկի խմբի լուծարում չի լինելու, որովհետև դա միայն Փաշինյանի կամքից չէ կախված, այլ աշխարհաքաղաքական որոշակի բանաձև է դա, բայց անգամ իսկ այդ դեպքում միևնույնն է Ադրբեջանը չի գնալու ռեալ իրական խաղաղության, ընդհանրապես սպառնալիք է, ընդհանրապես շանտաժի գործիք է, ընդհանրապես այդպես կարթից պահել են Փաշինյանին, որ ասեն, էս սենց արա, էննենց արա, էննենց արա, նա էլ պատրաստ ասել ամեն ինչ կանեմ ձեր ասածով, միայն թե պատերազմ չլինի եւ ես կարողանամ մնալ իշխանության, բայց եթե տշնամին պետք է դիմի պատերազմի, որ ինչ որ նվաճում քեզանից կորզի,
Եթե նվաճումը կարողանում է կորզել խաղաղ ճանապարհով, ինչի գնա պատերազմի։ Իսկ եթե մարդկանց թվում է, որ այսպես կոչված իբրև թե պատերազմ չկա եւ դրանով երկիրը խաղաղ է, շարունակում է երկիրը գահավիժել, բայց իրականում պատերազմական վտանգը մշտապես շարունակելու է կախված մնալ իշխանությունների պարագայում, նրանք պատերազմ չեն հեռացնում, նրանք պատերազմ են մոտեցնում երկրի դիմադրողականությունը գցելով եւ ընդհանուր միջև, չգիտեմ, բանը հասել են բանի, որ Ալիևը հայտարարում է, որ այլևս զենք մի առեք, այդ առած զենքերն էլ հետ տվեք։ Հիմա դա խաղաղության բանաձև է, ինքը շարունակում է զինվել, անընդհատ շարունակում է զինվել, մեզ էլ ասում է զենք մի առեք։ Հիմա դա խաղաղության բանաձև է, ես չեմ կարծում։ Երկիրը մասնատելու, ծվատելու, բսկտելու, թշնամու ոտքերի առաջ դնելու շատ կոնկրետ ուղեգիծ է տանում այս իշխանությունը, միայն թե մնան իրենց կաբինետներում ոչ միայն որպեսզի շարունակեն իշխել եւ փող աշխատել, այլ կաբինետը համարվելու է իրենց միակ անվտանգ վայրը։ Եթե իշխանություն չլինեն, իրենց շատ հարցեր են տրվելու եւ իրենք շատ հարցերի են ստիպված լինելու պատասխանել արդեն, չգիտեմ, քննիչի դիմաց նստած։ Պարոն Սուքիասյան, նշեցիք, որ ադրբեջանական կողմը բարբերաբար հայտարարում է զենք չառնելու, առած զենքը հետ տալու վերաբերյալ, իսկ ինչպես է գնահատում Հայաստանը այս պահին, ինչքանով է պատրաստ պատերազմի եւ արդյոք այդ զենքերը գնվում են բավարար չափով կամ խաղաղություն հաստատելու համար բավարար չափով կամ միջոցները ձեռք առնվում են բավարար չափով։ Ես մի փոքր համեստ կգտնվեմ եւ չեմ ինձ հրճակի որպես սպառազինությունների գնման գիտակ, մասնագետ կամ շատ իրազեկ մարդ, բայց ընդհանուր ինդիկատորները հաշվի առնելով, եթե ելնում ենք այն ելակետից, թե ինչ վիճակում են գտնվում մեր հարաբերությունները մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ դրանք լավագույն օրերը չեն ապրում մեղմ ասած, ստեղից ընդեղից ինչ-որ կտոր ինչ-որ բաներ գնելը, դա չի դառնում պաշտպանական համակարգ, հա։ Այսինքն զինատեսակները որոշակի իդենտիկություն է պետք, չգիտեմ, հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը, հրետանին եւ այլն եւ այլն եւ այլն, հա, եւ այդտեղ խնդիրը նաեւ այն է, թե անկախ նայած որքան այդ պահին դու քո արսենալով ունես զենք, իսկ դու որքանով ունես քաղաքական դաշնակցային հարաբերություններ, որ ինտենսիվ պատերազմական զարգացումների դեպքում դու հնդածս կարողանաս զենքի մատակարարում ապահովել։ Հետ առումով ես լրջագույն մտավախություններ ունեմ, ելնելով այն խայտառակ վատ մակարդակից, որոնք գտնվում են հայ-ռուսական հարաբերությունները, այն ֆոնին, որ ասենք օրինակ Միացյալ Նահանգների պետական Էքզիմ բանկը ֆինանսավորում է Ադրբեջանին, որ ռազմական օդանավեր ձեռք բերեն, այդ օդանավերն էլ սպառազինություն տեղափոխելու համար է։ Այսինքն իբրև թե Ադրբեջանը լուրջ փողի խնդիր ունի, Միացյալ Նահանգները ֆինանսավորում է, որ կարողանան առնել այնպիսի մեծ օդանավեր, որոնք կտեղափոխեն զենքեր։ Իսկ Ադրբեջանը շարունակում է զինվել, մենք շատ դեպքերում իշխանությունները անգամից խոստովանում են, շատ դեպքերում լոգիստիկայի խնդիր ունեն, շատ զենքեր տեղ հասնելու խնդիր ունեն իրենց ճակերտավոր փայլուն քաղաքականության արդյունքում։ Հիմա այդ անվտանգային համակարգացվածը իրենց մոտ մնացել է ընդամենը այդ տրաֆարետային բաժակաճառային մակարդակի, մարդկանց մանիպուլացնեն, անունը դնեն խաղաղություն, բայց իրականում սա ստորացում է եւ պատերազմը ավելի մոտեցնելու երկրի դիմադրողականությունը այսպես, չգիտեմ, շրիշակի մակարդակի իջեցնելու, այս վարքագծի պայմաններում ես որևիցե լավատեսություն չունեմ, ու այդ մասին է խոսում նաև ասենք վիճակագրությունը։ Այս մարդիկ 7 տարի իշխանության են, 7 տարվա ընթացքում, ասենք տեսեք, քանի անգամ պատերազմական 20-ին մեծ պատերազմ, 21-ին գործողություններ, 22-ին գործողություններ, 23-ին Արցախի կորուստ, 7 տարուց 4-ը եղել է պատերազմական։ Իրենք ինչքան խաղաղությունից խոսել են, այնքան պատերազմ է եղել։ Այնպես որ այդ ամեն ինչը ասելով չի, էլի, հալվա ասելուց բերանատը չի քաղցրանում։ Հետևաբար երկրի դիմադրողականությունը ծնկի բերած մարդկանց պարագայում խոսել խաղաղությունից, դա շատ ինքնախաբեության նման ինչ-որ մի բան է։ Իրենք իրականում երկիրը տարել են կործանման եւ իրենց այս վարքագիծը շարունակելու դեպքում, այս աշխարհակաղակական աճպարարությունը շարունակելու դեպքում որևիցե մեկը չի կարող երաշխավորել, որ խաղաղությունը կդառնա իրականություն, հակառակը իրենք ավելի մոտ են պատերազմ բերելու այդ հեռանկարին։ Ադրբեջանը զինվում է, նշեցիք մոտ են պատերազմ բերելու հեռանկարին կառավարությունը, ինչքանով է հավանական, որ Ադրբեջանը մոտակայքում ռազմական գործողություններ կսկսի։
Ես այս պահին ավելի շատ ոչ թե կուզեի քննարկել Ադրբեջանի հավակնությունները, քանի կա Նիկոլ Փաշինյան դրանք անծայրածիր են։ Այստեղ մեզ ավելի էական է մեր դիմադրողականության գործակցի բարձրացումը, իսկ դիմադրողականությունը միայն ասենք լավ սպառազինություններ ձեռք բերելով չէ, նաև դաշնակցային հարաբերություն, ինչպես նաև ներհանրային մթնոլորտի փոփոխություն, հա։ Այս հասարակության մեջ լրջագույն կա արդեն պառակտում, բիրտ ուժ իշխանությունների կողմից, ցինիկ վարքագիծ, ամբարտավան պահվածք, այս պարագայում խոսել միասնության, չգիտեմ, համընդհանուր համախմբված մոտեցումների մասին տեղին չէ, այսինքն բոլոր ուղղություններով կան ճաքեր եւ այդ ամեն ինչը ֆոն է ստեղծում, որ Ադրբեջանը այդ գայթակղությանը գնա ցանկացած պահի, կախված թե աշխարհաքաղաքական ինչ դասավորություններ կլինեն եւ ինչ բանաձև կաշխատի, Նիկոլ Փաշինյանը ինչ տերեր կփնտրի, որ աշխարհաքաղաքական կենտրոնում, բայց ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը ավելի շատ թրեադրում են Էրդողանն ու Ալիևը, քան որևիցե աշխարհաքաղաքական ուժային կենտրոն եւ շատ հեռու չգնանք, հա 23 թվականի Արցախի հայաթափման այդ օպերացիայի օրերին Էրդողանը հայտարարեց, որ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել եւ Փաշինյանը չհերքեց դա։ Դեռ մի բան վերկացավ ասեց Արցախի խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, հա։ Այսինքն Փաշինյանը լիովին լեգիտիմացրել է Արցախի հայաթափումը 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով, այսինքն այս ստեղծված իրավիճակը ինչ որ մի օրվա, մի քայլի, մի հայտարարության հետևանք չի։ Հետևողական վերջին մի քանի տարվա իշխանական վարքագծի արդյունք է եւ իմ միակ լավատեսության աղբյուրը մեր ժողովրդի ողջամտությունն է, որ արդեն իսկ մարդիկ բացահայտ ասում են, որ իրենք ափսոսում են, իրենք փոշմանել են, որ վերստին 21 թվականին ձայն են տվել Փաշինյանի եւ պատրաստվում են առաջիկա ընտրական գործընթացներում սրբագրել իրենց վրիպումը։ Իսկ ինչով է պայմանավորված Փաշինյանի այցը Մոսկվա այսօրվա շքերթին ինչու գնաց ամեն դեպքում։ Գիտեք, Փաշինյանին վերագրել որևիցե աշխարհաքաղաքական հստակ կողմնորոշում, դա շատ մեծ ճոխություն կլինի իր դեպքում։ Ինքը չունի, ինքը աշխարհաքաղաքական առումով անսեռ մարդ է, ինքը այդ պրովինցիալ հնարամտություն կամ չգիտեմ, գավառական շուստրիություն, ինչ ասեք, մտածում է ինչ որ աչու կարելի է ինչ որ մի փուլ վատացնել, անցնել մյուս կողմի հետ հարաբերությունները լավացնել, հետո շուռ գալիս մյուս կողմի հետ լավացնել, մյուս կողմի հետ վատացնել, այնինչ իրականում մեր կարգավիճակն ունեցող երկրի համար դա արկածախնդրություն է, դա բախտախնդրություն է, դա չի կարելի, դա անթույլատրելի է եւ որևիցե մեկը աշխարհական կենտրոններում նստած միամիտ չի, որ այդ իր քեղցի շուստրություններով կարողանա ինչ որ արդյունքի հասնել, ընդհանրապես փորձել է ինչ որ երեսը փրկել, ինչ որ որոշակի կայունացնել հայ-ռուսական հարաբերությունների այս տուրբուլենտ վիճակը, բայց ես չեմ կարծում, թե միայն հաղթանակի շքահանդեսին մասնակցելով լրջագույն հարցեր են լուծվելու, իրենց ամենօրյա վարքաբանության մեջ հակառուսական հռետորաբանությունը եւ երկիրը արդեն իսկ գոյություն ունեցող աշխարհաքաղաքական կարգավորումներից ճարտարապետությունից դուրս բերելու իրենց վարքագիծը շատ անթակույց է, որը նույնպես այն վտանգներն է ծնում, որի մասին ես քիչ առաջ խոսեցի։